այդ բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ես տեսա բոյկոտի կոչեր կան, բայց ես իմացա նաև, որ հերթեր կան այդ բենզինի ձեռքբերման համար, հա։ Մյուսը, իհարկե չեմ ուզում ասել, որ բոլոր խնդիրները լուծված են։ Դա կլինի ինքնախաբեություն, դա կլինի հասարակությանը խաբել եւ վերջո ակնհայտ է։ Հիմա կան Բաքվի բանտերում պահվող անձինք, հա, կա լսում ենք շարունակաբար արևմտյան Ադրբեջանի խոսույթը այս կամ այն մակարդակով, այս կամ այն իրադարձության շրջանակներում։ Հիմա խնդիրներ են սրանք, որոնք դեռ ենթակա են լուծման, խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը եւ հումանիտար հարցերն էլ պետք է այսինքն ենթակա են հասցեագրման եւ նաեւ արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք դա մեր տարածքային ամբողջականության դեմ խոսույթ, այնպես որ դեռ ճանապարհ կա անցնելու, բայց պետքա գնալ այդ ճանապարհով, ի վերջո անհրաժեշտ ճանապարհ անցնում, անհրաժեշտ նպատակակետին հասնում նա, ով քայլում է, չէ՞, այդ ճանապարհով, եթե դու ճանապարհի սկզբից նստես եւ ասես կա այս խոչընդոտ եւ ոչինչ չանես դրանք հաղթահարելու ուղղությամբ, ոչինչ չանես մթնոլորտը բարելավելու ուղղությամբ, փոխվստահության ձեռք բերելու ուղղությամբ, այդ խնդիրներից ոչ մեկը չի լուծվի։ Հիմա խոսում ենք, բայց արդեն դուք հիշեք մթնոլորտը եւ հասարակության ակնկալիքները օգոստոսին, դուք հիշեք այդ ակնկալիքները մարտին եւ պատկերացումները ապագայի վերաբերյալ, դուք հիշեք այդ պատկերացումները ապագայի վերաբերյալ անցած տարի, նախանցած տարի։ Մենք սպասում ենք պատերազմի։ Մի հատ համեմատեք որտեղ ենք մենք այսօր եւ որտեղ ենք մենք 6 ամիս առաջ, մի տարի առաջ, 2 տարի առաջ։